2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ Հաղթելու համար տեխնատուները պետք է ստանային 270 ընտրական ձայն։ Նախնական հաշվարկների համաձայն Դոնալդ Թրամփը ստացել է 277 ձայն, իսկ դեմոկրատ Քամալա Հարիսը ընդամենը 226։ Բարի լույս։ Այսօր մենք խոսելու ենք այն մարդու մասին, որին շատերը սիրում են, շատերը ատում են, բայց ոչ ոք չի կարող լինել նրա հանդեպ անտարբեր։ 4 տարի առաջ նա կորցրեց իր սիրելի աշխատանքը, իր հիմնական աջակիցներին եւ հասարակության վստահությունը։ Դրա դիմաց նա ստացել է ատելության աննախադեպ ալիք եւ նույնիսկ տասնյակ քրեական գործեր։ Նա աշխարհի ամենավտանգավոր մարդն է եւ սա լրագրողների կամ քաղաքական գործիչների խոսքեր չեն։ Սա ասում է նրա զարմիկը, որը հոգեբանական գիտությունների տեխնատու է։ Իդեպ նա պնդում է, որ հենց ընտանիքն է իրեն այդքան վտանգավոր դարձրել։ Ամեն ինչ հասել է նրան, որ նրա հանդեպ նույնիսկ մահափորձ են կատարել։ Ոչ ոք չէր սպասում, որ 74-ամյա քաղաքական գործիչը կկարողանա դուրս գալ այս ամենից եւ գոնե կյանքի մնացած մասը անցկացնել ազատության մեջ։ Սակայն բոլոր ճակատամարտերում պարտվելուց ընդամենը 1 տարի անց Թրամփը մտնում է նախագահական աթոռի համար նոր մրցավազքի մեջ։ Եվ մի քանի տարի անց նա հաղթական վերադարձավ Սպիտակ տուն։ Դոնալդի հայրը Ֆրեդ Թրամփը կարևոր դեր է խաղացել նրա անձի ձևավորման գործում։ Ֆրեդը գերմանացի ներգաղթյալ Ֆրիդրիխ Թրամփի որդին էր, ով դարասկզբին տեղափոխվեց ԱՄՆ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Ամերիկայում նա իր անունը Ֆրիդրիխից փոխեց Ֆրեդերիկ, իսկ Թրամփը ավելի հնչեղ Թրամփի։ Թրամփ ազգանունը թարգմանվում է հաղթաթուղթ, ղոզ։ Ջագա Վարշավի օգնական աշխատած գերմանացուն հաջողվել էր գումար խնայել եւ մի քանի ռեստորաններ բացել։ Այնուամենայնիվ նրա իսկական հարստությունը եկավ ոսկու տենդի հետ միասին։ Դուք կարող եք մտածել, որ Ֆրիդրիխը դարձել է ոսկու հանքափոլ, բայց դա այդպես չէ։ Նա գործնական մարդ էր եւ որոշեց ոսկու հանքագործների համար ռեստորաններ եւ բարերով հյուրանոցներ կառուցել, որպեսզի նրանք ծախսեն իրենց շահույթը։ Ֆրեդը շարունակեց իր հոր գործը, ցուցաբերելով նույն հաշվարկային մոտեցումը, ինչ Ֆրիդրիխը։ Օրինակ 1993 թվականին նա բացեց աշխարհի առաջին սուպերմարկետներից մեկը՝ Trump Market-ը։ Ֆրեդ Թրամփը առաջիններից մեկն էր, ով կիրառեց ագրեսիվ մարքեթինգը։ Այդ ժամանակ իր անշարժ գույքի առուվաճառքի բիզնեսը աճում էր, եւ նա գնեց 20 մետրանոց զբոսանավ, սակայն ոչ թե զվարճանքի համար, այլ որպես գովազդային գործի։ Զբոսանավի վրա նա կախել էր Trump գրությամբ հսկայական ցուցանակ։ Այս քայլը բավականին համարձակ էր ու վառ, բայց ապագա նախագահի հայրը դրանով չի սահմանափակվել։ Նրա մտքում առաջացել էր միտք զբոսանավից հնչեցնել ԱՄՆ-ի օրհներգը, որպեսզի լողափի այցելուները ոտքի կանգնեն եւ ողջունեն իր ապրանքանիշը։ Կարճ ասած, կյանքի վերջում նա $300 միլիոն կարողություն էր կուտակել։ Իսկ հիմա անցնենք ապագա նախագահին։ 13 տարեկանում Դոնալդ Թրամփը ուներ շատ բարդ բնավորություն, այդ իսկ պատճառով հայրը նրան ուղարկեց ռազմական ակադեմիա։ Մշտական մրցակցության մթնոլորտը Դոնալդ Թրամփին դարձել էր կոպված եւ նույնիսկ կոպիտ։ Թրամփը խոստովանում էր, որ ագրեսիան, որը նա ուղղում էր ուրիշների նկատմամբ որպես կռվարար, դարձավ վառելիք իր նպատակներին հասնելու համար։ Երբ Դոնալդ Թրամփը 1960-ականներին ազատվեց ռազմական ակադեմիայից, նա ընդունվեց համալսարան եւ դարձավ ոսկե երիտասարդության մի մասը, ովքեր բախտ ունեցան խուսափել Վիետնամում ծառայելուց։ Քոլեջում սովորելու ընթացքում նա 4 անգամ տարկետում է ստացել։ Վերջին անգամ ավագ կուրսի գարնանը պարզ դարձավ, որ Դոնալդը ոտքերի խնդիր ունի։ Ախտորոշումը կատարել է Քուինսի օրթոպեդը, ով տարածք էր վարձակալում Թրամփի հորից։ Առ այսօր անհասկանալի է մնում, սա ընդհանրապես ընկերական օգնություն էր, թե Դոնալդը իրականում առողջական խնդիրներ ուներ։ Այս ամենին զուգահեռ նա հոր հետ ակտիվորեն զբաղվում էր բիզնեսով։ Ապագա նախագահին սկսեցին վստահել, եւ նա փորձեց արդարացնել իր կյանքի ամենակարևոր մարդու սպասելիքները։ Մեղադրանքները Թրամփի ընտանիքի դեմ ի հայտ եկան 1970-ական թվականներին։ Այդ ժամանակ Դոնալդը եւ նրա հայրը մեղադրվում էին այն բանի համար, որ իբրև միտումնավոր հրաժարվել են բնակարաններ վարձակալել սևամորթ վարձակալներին։ Այս մեղադրանքների իսկությունը գնահատելու համար արժե դիմել թվերին։ 1960-ականների վերջին Թրամփը ուներ 3700 վարձով տրված բնակարան, բայց դրանցից միայն 7-ն էին զբաղեցնում սևամորթները։ 3700-ից հիշեցնեմ։ Թրամփները միակն էին, ովքեր որոշեցին դիմել դատարան ապացուցելու իրենց անմեղությունը։ Նրանք դարձան գործով մեղադրյալ։ Դա այն ժամանակ էր, երբ Դոնալդը առաջին անգամ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս գործով մեկ խնդիր կար՝ բոլոր փաստերը եւ ապացույցները իրենց դեմ էին։ Թրամփը կայացրեց խիստ բիզնես որոշում եւ
արտասովոր փաստաբան վարձեց։ Ընտրությունն ընկել էր միջին տարիքի փաստաբան Ռոյ Կոնի վրա, ով ի դեպ եղել է Սիմփսոններից Միսթր Բերնսի ոգեշնչումը։ Փաստաբանը փորձել է համաձայնության գալ մեղքն ընդունելուց խուսափելու համար, եւ նրանք ստացան այդ համաձայնությունը։ Թրամփները խոստացել են կատարել խաբեության մի շարք կանոնակարգեր իրենց բնակարանային մշակումների ժամանակ ռասայական ոտնձգություններից խուսափելու համար։ Արդյունքում ամեն շաբաթ նրանք ստիպված էին զեկուցել Նյու Յորքի իշխանություններին, որ իրենք ռասիստ չեն։ What I do? Նույնիսկ այստեղ կարելի է նկատել Թրամփի ստորագրության ոճը։ Նա նախընտրում է իրադարձությունները ներկայացնել բարենպաստ լույսի ներքո եւ հարցերը լուծել փողի եւ անձնական բանակցությունների միջոցով, քան ընդունել իր մեղքը։ Հաջողակ գործարարի կերպարը Թրամփը նպատակաուղղված ստեղծեց, ակտիվորեն օգտագործելով լրատվամիջոցները։ Նա բարբերաբար ուռճացնում էր իր ակտիվների արժեքը։ Օրինակ, նա ձևացել է Woman John Barron, որպեսզի Forbes-ի լրագրողները նրան ներառեն ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Թրամփը մշտապես եղել է սկանդալների եւ սադրիչ պատմությունների առարկա, սակայն նրա մոտեցման մեջ գլխավորը իր անձի շուրջ աղմուկ ստեղծելն է։ Նա պնդում էր, որ իր նախագծերը միշտ եղել են ամենալավն ու հաջողվածը, եւ դա չնայած այն բանին, որ նրանցից շատերը ծանրաբեռնված էին պարտքերով։ Այս վեհության ոճը դարձել է նրա ապրանքանիշի անբաժանելի մասը։ Ավելի ուշ հայտնի դառնալով նա սկսեց լիցենզավորել բառացիորեն ամեն ինչ՝ անշարժ գույք, օղի, սթեյք, սեղանի խաղեր եւ նույնիսկ գեղեցկության մրցույթներ։ 2004 թվականին Թրամփը դարձավ NBC հեռուստաալիքով թեկնածու ռեալիթի շոուի հաղորդավարը, եւ նրա ամենահայտնի արտահայտությունը «Դու ազատված ես աշխատանքից» դարձել էր մեմ։ Շոուն ամրացրեց նրա ժողովրդականությունը որպես կոշտ, բայց արդար գործարար։ Այս կերպարը գրավեց հեռուստադիտողներին եւ դարձրեց Թրամփին որպես հաջողակ եւ պահանջկոտ մարդու մոդել։ 1997 թվականին նա առաջին անգամ ամուսնանում է չեխ մոդել եւ օլիմպիական մարզիկ Իվաննա Զելիչկովայի հետ, որը հայտնի է Իվաննա Թրամփ անունով։ Հետագա 25 տարիների ընթացքում նա քաղաքական կարիերային չի ձգտել։ Փոխարենը Թրամփը Մանհեթենում կառուցեց երկնաքերեր, բացեց գոլֆի ակումբներ, խաղատներ, հյուրանոցներ ամբողջ աշխարհում եւ այս ամենը իհարկե ոսկյա պատերով։ Նա նաեւ նկարահանվում էր տասնյակ ֆիլմերում։ Այնուամենայնիվ, չնայած իր ժողովրդավարությանը, դեռևս 2000-ականների սկզբին Դոնալդ Թրամփը չէր ընկալվում որպես նախագահ։ Դա առավելագույնը կատակ էր Սիմփսոններ մուլտսերիալում, բայց ինչպես բոլորս գիտենք, յուրաքանչյուր կատակում կա որոշակի ճշմարտություն։ Միգուցե ես չափազանց ուղիղ եւ անկեղծ եմ խոսում իրական քաղաքական գործիչ դառնալու համար, ասում էր Թրամփը։ Եվ իսկապես նա քաղաքական գործչի տեսք չուներ։ Տասնամյակի վերջում Դոնալդ Թրամփը իրեն հռչակեց հանրապետական, սկսեց մասնակցել հանրապետական կուսակցության համագումարներին եւ ակտիվորեն քննադատել նախագահ Բարակ Օբաման։ 2015 թվականին նա հայտարարեց հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջ դրվելու իր մտադրության մասին։ Նրա նախընտրական քարոզարշավը գրավեց ուշադրություն եւ նույնիսկ վախ։ Թրամփը խոստացել էր չեղարկել Բարակ Օբամայի բարեփոխումները, հատկապես մատչելի բժշկական ապահովության ծրագիրը եւ միգրացիոն քաղաքականությունը, ինչը նրա մոտ չստացվեց։ Նա չի հավատում կորոնավիրուսին, չի ընդունում գլոբալ տաքացման փաստը եւ կոչ է անում ավելացնել նավթի արդյունաբերությունը ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ավելացնել պաշտպանական եւ ազգային անվտանգության ծախսերը։ Եվ այս ամենը Make America Great Again կարգախոսի ներքո։ Թրամփը հաճախ էր խոսում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության մասին եւ մասնակի կատարել էր իր խոստումները անօրինական միգրանտների հոսքը կասեցնելու համար։ Նրա ելույթն այս հարցում այնքան կոշտ է, որ մի պահ նա նույնիսկ մեքսիկացիներին անվանել էր ավազակներ։ Դա առաջացրել էր մեքսիկացիների որդովմունքն ու դժգոհությունը, բայց սա Դոնալդ Թրամփի հետ կապված միջազգային սկանդալների միայն սկիզբն էր։ Նա ուներ ամերիկյան ֆուտբոլի մի քանի թիմեր, նա Մայք Թայսոնի պրոմոութերն էր եւ որոշ ժամանակ ակտիվորեն զբաղվում էր ռեսլինգով։ 2007 թվականին Դոնալդ Թրամփը նույնիսկ ռինգում հաղթեց Վինս Մաքմահոնին եւ սափրեց նրան։ Այնուամենայնիվ նրա ամենամեծ ժողովրդավարությունը նրան բերեց թեկնածու ռեալիթի շոուն, որը հեռարձակվում էր ամերիկյան հեռուստաընկերությամբ 13 տարի շարունակ։ Իդեպ, առաջին եթերաշրջանի ամեն սերիայի համար նրան վճարում էին $50,000, իսկ երկրորդ եթերաշրջանից սկսած ամեն սերիայի համար նա ստանում էր $3 միլիոն։ Դոնալդ Թրամփը փոխելով սահմանադրական օրենքները զորքեր ուղարկեց ԵԱՀԿ երկրներ եւ փորձեց համոզել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքից, սակայն այս փորձը անհաջող էր։ Ի ուրախության հրեաների եւ արաբների ատելիության նա Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Այնուամենայնիվ ճակատագիրը Դոնալդ Թրամփին բազմաթիվ անակնկալներ էր պատրաստել, ներառյալ համաճարակը եւ Boeing-ի իրավիճակը։ Այս ընթացքում Թրամփի որոշումները նրան դարձրեցին ավելի քիչ հայտնի քաղաքական գործիչ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում։ Հիմա մեզ մնում է միայն ենթադրել, թե ինչպես է լինելու արդեն 47-րդ նախագահի հետագա ճակատագիրը։ Donald J. Trump.
I am your voice. So to every parent who dreams for their child and every child who dreams for their future, I say these words to you tonight. I am with you. I will fight for you and I will win for you.